Ներկայիս ազգադավ իշխանությունը միաժամանակ արևմտամետ է եւ ռուսաստրուկ, քանի որ ընդունում ու կրում է արևմուտքի լիբերալ դեմոկրատական կապիտալիստական արժեքները եւ միաժամանակ շարունակում է սպասարկել Ռուսաստանի նեո-բոլշևիկյան հակահայկական օրակարգին։ Իհարկե արևմտամետ եւ արևմուտք բառերը չակերտներով եմ ասում, քանի որ Հայաստանում արևմուտքը գովերքող մարդիկ ամենևին արևմտամետ չեն, այն պարզ պատճառով, որ իսկական արևմուտքը այլևս գոյություն չունի։ Այն սկսեց անկում ապրել հիմնականում երկրորդ համաշխարհային պատերազմի կործանարար ավարտից հետո, որի արդյունքում ջհուդները հաղթանակած դուրս եկան եւ սկսեցին ամբողջությամբ գրավել ֆինանսական, մեդիա եւ քաղաքական ոլորտները։ Ներկայիս արևմտամետները ոչ մի իրական կապ չունեն արևմտյան քաղաքակրթության արժեքների հետ, այն արժեքների, որոնք ծնունդ են առել հայկական բարձրավանդակից հազարամյակներ առաջ։ Նրանք հենց ՔՊԱ-ականների պես իրականում պղծված ու հուդայականացված արևմտյան արժեքների կրողներն են եւ սիոնիստների կողմից բռնազավթված արևմուտքի աջակիցները։ Իհարկե, ինչպես գիտենք, արևմուտքի լիբերալ դեմոկրատական կապիտալիստական եւ արևելքի նեո-բոլշևիկյան իբր հակադիր ճամբարները իրականում թշնամիներ չեն։ Դրանք նույն քայքայվող սիոնիստական համաշխարհային կարգի երկու թևերն են, քանի որ երկու ճամբարն էլ հակազգային, պլուտոկրատական եւ հակաարիական են, որոնք ժամանակակից պատմության մեջ միշտ համագործակցել են ու շարունակում են համագործակցել ազգայնականության եւ արիական արժեքների դեմ։ Միասին նրանք կազմում են բազմագխանի հիդրան, որը դրսից ու ներսից կործանում է արիական ազգերին։ Ստերը մի շատ են լինում, ինչպես վերոհիշյալ բոլոր գաղափարախոսությունների օրինակներով, իսկ ճշմարտությունը միայն մեկն է՝ ազգայնականությունը իր տարբեր ազգային դրսևորումներով, որի հայկական դրսևորումը ցեղակրոնությունն է։ Բազմագխանի հիդրան թուլանում է, քանի որ նրա ստեղծած պատրանքը այլևս չի աշխատում այնպես, ինչպես նախկինում էր աշխատում։ Ժամանակը մոտենում է, որ մենք վիշապին քաղենք եւ վերջ դնենք այս պատրանքի վրա կառուցված կեղծ աշխարհակարգին եւ սկսենք ազգայնականության վերելքի կայծը։